Բարի լույս, ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք առաջին ծրագիրը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ։ Եվ այսպես, Շունչ թատրոնը հանդիսատեսին է ներկայանում իր նոր բացօթյա ինտերակտիվ ներկայացմամբ։ Այ քեզ հարսանիք։ Սիրային իրարանցում, ընտանեկան ինտրիգներ, երգ, պար, համբույրներ, մի խոսքով, այ քեզ հարսանիք։ Նշեմ, որ հարսանեկան մթնոլորտը եւ բարձր տրամադրությունը երաշխավորված են։ Այո, շատ լավ տրամադրություն կա ու այս առիթով տաղավարում ենք։ Իսկ մենք ենք իհարկե բնականաբար Սեյրան Մովսիսյանը, Շունչ թատրոնի հիմնադիր եւ պրոդյուսերը ներկայացման եւ դերասանները Հայկը Դարփինյան, Էման Մկրտչյան ու ես։ Սուրեն Արուստան։ Այո, ես եմ խաղում այդ ներկայացման, բայց այսօր կերպարներից կխոսենք նրանց ովքեր էստեղ են։ Բարի առավոտ, ո՞նց եք։ Ֆանտաստիկ։ Ֆանտաստիկ, ինչ լավ, հրաշալի, եկեք խոսենք ներկայացումից։ Այ քեզ հարսանիք։ Այ քեզ հարսանիք, այո, այո։ Այ քեզ հարսանիք։ Մի քիչ գնանք ավելի հետ, Սեյրան հասկանանք Դա ինչ հարսանիք է։ Չէ, դու հանգիստ առաջ կարող ես մտել ես այդ նկատի ունի։ Որտեղից սկսվեց այս հարսանիքի պատմությունը։ Ուրեմն մի փոքրիկ ուղում Շունչ թատրոնի համահիմնադիր, որտեղ Սամվելը հաստատ կասի, բայց ես չեմ եկել մենակ հիմնադիրը գալիս եմ հետևից։ Այո։ Նպատակը եւ գաղափարը կար դեռ անցած տարվանից, ուղղակի անցած տարի չհասցրեցինք, որովհետեւ շատ զբաղված էինք եւ որոշեցինք ալտերնատիվ առաջարկ ունենալ հանդիսատեսին, որովհետև քանի որ արդեն գնալով ավելի արևը սկսում է այրել մարդկանց, չեն ուզում գնալ ավելի փակ տեղ, որպեսզի ներկայացում նայեն եւ դրա համար շատ լավ ալտերնատիվ տարբերակ բացօթյա ներկայացում։ Բացօթյա ոչ միայն ներկայացում, այլ ժամանց, որովհետև դա տևում է մոտ 4 ժամ, որովհետև հանդիսատեսը կարողանում է գալ ժամը 7:30, այնտեղ գինու հյուրասիրություն է լինում, որից հետո լողավազանի շուրջ, լավ երեկո, լավ երաժշտություն, կանաչ եւ այլն, այսինքն ռելաքս, որից հետո ժամը 8-ին ներկայացումն է, իսկ 9-ից 11-ը after party-ն։ DJ-ով ամեն ինչով, այո, որ մենք ուզում ենք մարդկանց օր նվիրել։ Այսինքն որպեսզի իրենք չգան միայն ներկայացումը նայել գնան, այլ գան նաև օր անցկացնեն, հանգստանան, շփվեն ընկերներով, գոլեգաներով եւ այլն։ Եվ դերասանական կազմը մեզ մոտ 6 հոգի է։ Սուրենն է Արուստամյան, եթե կճանաչեք։ Եվ հետո Նարինեն, Մարինեն, Կարինեն, Մեդեան։ Պետք չէ էլի։ Էման, Հայկը, Սամվելը Օհանյան, Մարգարիտան Խաչատրյան եւ Արևա Հակոբյան, ներկայացման բեմադրիչը Սամսոն Մովսիսյանն է, պարուսույցը Հարություն Թոփալիդիսը եւ մենք ներկայացումը խաղում ենք Լաթար կոմպլեքսում։ Ինչ ասեմ, երեխեք, մի բան։ Դե հիմա դուք խոսեք կերպարներից։ Տենց լավ ես խոսում։ Հա, կարանք լսենք։ Այս հենց խոսացիր, որ համաձայնեցինք եկանք։ Այո։ Այդ համաձայնությունից եկեք խոսենք, որովհետև միշտ առաջին, երբ որ առաջարկը գալիս է, բնականաբար դերասանի համար մի հատ հասկանամ, մի հատ մտածեմ, ինչքանով է այս առաջարկը լուրջ, ինչքանով է հեռանկարային, ինչքանով եք տեսնում դուք ձեր կերպարներն արդեն։ Ու Ձեզ ասում։ Իմ մոտ ի սկզբանե դրական էր դրամադրվածությունը ու Փառք Աստծուն, որ արդարացվեց, նախ ես Զոշենկո շատ եմ սիրում։ Տեղից ամեն ինչ սկսվեց դեռ ուսանողական տարիներից, հետո դերաբաշխումը իմացա, հետո իմացա ով է բեմադրում, այսինքն դասական process-ը գնաց ու արդարացվեց, այդքանով ուրախ եմ։ Իսկ կերպարը դե ես Փեսան եմ, սա իմ հարսնացուն է։ Ոչ բարով Սկզբանե, այո, ի սկզբանե, նու այնտեղ գործողության ոնց որ պատմությունը ավելի շատ նրա մասին է, սյուժեով սկսվում անենց, որ ես խառնում եմ իմ հարսնացուին իր մայրիկի հետ ու պատմությունը այդտեղից սկսում է ավելի զարգանալ, հա չպատմեմ ընդհանուր սյուժեն իհարկե, որ նաև նայեք մեր սիրելի հանդիսատես, Էմանից թվում է ինձ կլրացնի։ Այո, ուրեմն ասեմ, որ Սուր կփաստես, Հայկը միակ մարդն է, որ հեղինակին լավ գիտի ես։ Զոշենկոն նենց ես միշտ ասում, ես օրինակ տենց շատ չեմ խորացել, որտեվ ի սկզբանե եկա մթնոլորտի հետ ծանոթացա, Սամսոնն ասեց, որ գրել ենք սկիզբը, ավելացրել ենք ուրիշ պիես, չէ՞, նենց չի որ հետաքրքիր միքս է արված։ Հարսանիքն է, հա, հետաքրքիր միքս է արված, բայց Հայկը միշտ շեշտում է ով է հեղինակը, շնորհակալություն։ Ինքը շատ հետաքրքիր ներկայացում է, այն նրանով, որ իրոք իրարանցում է, որ ընթացքում հանդիսատեսը եւս դառնում է մասնիկը այդ ամեն ինչի, այսինքն իրենք գալիս են ոչ թե նայելու ներկայացում, այլ գալիս են Մեգի եւ Մաքսի հարսանիքին ու այդպես էլ վերջանում է հարսանիքը տեղի է ունենում եւ վերջում են մնում են after party։ Եվ բոլոր հյուրերն էլ ստանում են տարոսիկներ ու գնում են տուն։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ մենք փորձում էինք բեմադրիչի հետ խոսեինք, հասկանայինք ինչ գործ կարելի է այդտեղ անել։ Եվ առաջարկեց հարսանիք։
Որովհետև բոլորս մեր կյանքում լինում է, չէ՞, դեպքեր, որ չենք ունենում հարսանիք, հա, բարեկամների, ընկերների, բայց մի հատ հարսանիք լիներ, գնայինք, բարեինք, ուրախանայինք, մենք տալիս ենք այդ հնարավորությունը, այսինքն մարդկանց ու շատ մարդկանց դուր է գալիս, երբ որ զանգում են Տոմսերի համար, ասում են dress code կա, պիտի գաք հարսանեկան հագնված, դա շատ է իրանց դուր գալիս, կարևոր են իրենց զգում, որ գալու են եւ հենց այդպես էլ կա, ինքը կոնցեպտով նոր է եւ այդ մարդիկ գալիս են հարսանիք, իր հարսանեկն իր բոլոր կանոններով լինում է, անտուփ մինչեւ մեր փոքրիկ բուկետն ենք նետում եւ այլն, այսինքն ինքը ժամանց ապահովող շատ հետաքրքիր պրոյեկտ է եւ շունչ թատրոնի համար ինչն է հետաքրքիր, որ կա 6 հոգանոց կազմի դերասանական 5 հոգին նոր են։ Այսինքն Սամվել Օհանյան մեզ հետ աշխատելու փորձ ունի, մեր Սանտա Սիթիում խաղացել է, բայց շատ հետաքրքիր էր, որ դերասանական կազմի ռեժիսորի, պարուսույցի բոլորը նոր են մեզ մոտ եւ շատ լավ է, որ այդ քիմիան տեղի ունեցավ դերասանների մեջ եւ ունեցանք ֆանտաստիկ նոր թիմ եւ ֆանտաստիկ նոր ներկայացում։ Սուրեն, կարող ես մի քիչ դու պատմել, հաղորդավարի ֆունկցիաների մի կողմ այդ ձեր կերպարի Ես բազմիցս արդեն նշել եմ, որ շատ հետաքրքիր է եւ շատ ամենակարևորը, որ ծանր ներկայացում չի։ Դու գալիս ես եւ այդ հենց առաջին իսկ վայրկյանից ներկայացումը, երբ որ արդեն սկսվում է, հանդիսատեսը դառնում է դերակատար եւ անկախ իրենից է դա ստացվում, ինքն էլ չի հասկանում ոնց, դառնում է ներկայացման կարևոր մի փաստը, գլխավոր կերպարներից մեկը հանդիսատեսն է դառնում եւ բնականաբար ամբողջությամբ full մասնակցում է ամբողջ process-ին եւ հարսանիքին, ինտրիգներին նույնպես։ Իդեպ շատ ինտրիգներով շատ գործողություններ են, այդպես բավականին հետաքրքիր է, այո։ Լավ, եկեք մի քիչ հասկանանք Սամսոն ռեժիսորի ընտրությունը, հա, որովհետեւ շատ կարեւոր է, երբ որ կա միտք, գաղափար, բնականաբար դերասաններն իրենց հերթին, բայց այդ ամենը իրագործում է ոնց որ դիրիժորությունը ռեժիսորի։ Այո։ Ինչ են Սամսոնը։ Տեսեք։ Իրան չեմ տվել այդ հարցը, անկեղծ կասեմ, ես հիմա կպատասխանեմ։ Մենք շատ երկար ժամանակ փնտրում ենք գործ, որ համագործակցենք Սամսոնի հետ։ Եվ այս բացօթյա ներկայացումը շատ մտածելուց հետո հասկացանք, որ հենց Սամսոնն էլ կանի, որովհետև Սամսոնը նախ փորձ ուներ նման բացօթյա ներկայացումներ անելու։ Բացի այդ, շնորհքով տաղանդավոր ռեժիսոր է, եւ մենք ուզում ենք, որ մեր թատրոնում լիներ նաեւ իր ձեռագիրը։ Զանգեցինք, խոսեցինք, Հայկի ասած դասական խոսակցությունից հետո համաձայնվեց Սամսոնը, եւ շատ ուրախ ենք, որովհետեւ մենք աշխատում ենք պրոֆեսիոնալների հետ եւ Սամսոնի ձեռագիրը ուզում ենք, որ շունչ թատրոնում լինի, որպես եւս մեկ պրոֆեսիոնալ, դե դերասանների ընտրությունը ասեցի, պարուսույցը, որովհետեւ մեզ պետք էր sense կրկոտ արգենտինյան տանգո, որը ես իրականացնում եմ։ Այո, որ այդպես է ստացվում։ Չէ, լավ էլ իրականացնում ես, լավ էլ իրականացնում։ Եվ Հարութն էր մեր հյուրը, իրենց պրոյեկտով եւ հենց մենք այդ մասին էր շեշտեցինք, այո։ Գովեց քեզ։ Հայո, Հարութը միշտ գո։ Էմա, հետաքրքիր է, հա, երկուսդ էլ զբաղված եք տարբեր պրոյեկտներում եւ ինչպես է կատարվում, որ էկրանային կերպարները չեն գալիս թատրոն։ Նույնն էլ թատրոնի կերպարները չեն գնում էկրան։ Սակայն հանդիսատես ամեն անգամ իմանալով իր սիրելի արտիստերն են խաղում, միշտ մտածում է հիմա գնամ եւ մտովի ինքը ենթագիտակցություն պատկերացնում է, որ նույն մարդուն նույն կերպարով է տեսնելու։ Սակայն այստեղ Էման լրիվ ուրիշ կերպարում է։ Այդ շատ դժվար process է, որը դերասանը հաղթահարում է մենակ, ինձ թվում է, որովհետև այդ դերասանի աշխատանքն է իր վրա, ես փորձում եմ այնպես անել, որ իմ ոչ մի կերպարը նման չլինի մյուսին։ Դա շատ դժվար է, որովհետև արդեն բազմաթիվ դերեր ունեմ, փառք Աստծո, ու տարբեր թատրոններում եմ աշխատում, այսինքն նույն ռեժիսորի հետ չեմ աշխատում, տարբեր ռեժիսորների, ու դա ինձ նաև բացում է ինչ-որտեղ, որ ճանաչեմ ինքս ինձ, իմ դերասանի գործիքները, ժեստերը, միմիկաներ, շատ բան եմ բացահայտում էլ, ինչեր կարող եմ անել, ու դրանով ռեժիսորի ընտրությունը շատ կարևոր է, որովհետև երբ որ ասում եմ Սամսոնն է բեմադրում, ես մտածում եմ Սամսոնի մոտ արդեն 2 գործ խաղացել եմ, հիմա երրորդն է, ես գիտեմ իրեն մոտավորապես ինչ է պետք, ես ինչ կարող եմ անել, ինքը ինձ ոնց է տեսնում, ու տենց ընդհանուր արդյունք է լինում, բայց այդ շատ դժվար է, որը իրոք պետքա դերասանի ինքը հասկանա, էլի, որովհետև հիմա սերիալում խաղում եմ, բոլորն ինձ ատում են այս շրջանում, որտեղ բացասական դեր է, բայց ես գալիս եմ տեսնում եմ տենց մեկին է, էլի գիժ մի հատ աղջիկ տենց որին սիրահարվել է, սա
Այո, 5 կանգար ղուղունել են։ Ղուղունել են։ Այդ մեջ վերում էր ներկայացումը։ Այո, չգիտեմ, Սուր, այդ շատ կարևոր հարց է ու շատ կարևոր պատասխան։ Դերասանի աշխատանքը իր վրա։ Պետք է ամեն ինչ անես, որպեսզի մի կերպարդ մյուսի նման չլինի, շտամպավորված չլինես։ Որ չասեն, հա դե լավ, ամենտեղ նույնն էր։ Դա կոչվում է պրոֆեսիոնալիզմ եւ Շնորհակալ եմ, չէի ուզում այդ բառն ասել, էլի, հայկական պրոֆեսիոնալիզմ։ Այո, այո։ Այո։ Դու էլ պատասխանես հարցին, հարցը լավ է։ Ես պատասխանեցի հենց նոր, ընդհանրապես կրթություն։ Դա էր այդ։ Դու էլ ես այդպես։ Ընդհանուր ամփոփող։ Բայց ոչ, կրթությունը դու 4 տարի սովորեցիր, անցար, բայց հետո պրակտիկա։ Ես ոնց հասկանում արդեն ներկայացումն եք խաղում։ Ես որ կարող են գալ նույն այս խոսակցությունները ներկայացման ժամանակ տեսնել։ Քաշ քշենք իրար։ Առհասարակ կարծում եմ 21-րդ դարում թատրոնը պիտի էվոլյուցիա ապրի եւ ոչ միայն թատրոնում դասական ներկայացումներ լինի, այլ մարդկանց տարբեր բաներ առաջարկես։ Եվ շունչ թատրոնը փորձում է ենթարկվել այդ ամեն ինչին 21-րդ դարի, որտեղ մենք պլաններում ունենք նաև այլ ֆորմատի ներկայացումներ եւ փորձում ենք պահելով դասականը իհարկե, որտեղ մենք այս տարի երկու մեծ պրեմիերա ենք նախատեսում, դասական, հա, ֆորմատով ներկայացում, բայց եւ դրա հետ մեկտեղ ունենալու ենք այլ ֆորմատի ներկայացումներ, որովհետեւ ամեն ներկայացման համար կա հանդիսատես եւ դու պիտի միշտ նորը տաս հանդիսատեսին, այնպես չէ որ մենք հորինել ենք բացօթյա ներկայացման ֆորմատը, չէ, բայց մենք ուզում ենք որ մեր ներկայացման ռեպերտուարում նաեւ այդ տեսակի ներկայացում լիներ, բայց այդ կոնցեպտը, այս հարսանեկան վիճակը այո առաջին անգամ է Հայաստանում եւ իր մեծ հետաքրքրությունը արդեն ունի, որովհետեւ մեր պրեմիերան ամսի հունիսի 25-ին եւ 26-ին է, հունիսի 25-ը գրեթե sold out է, մի քանի տոմս է մնացել, 26-ն է։ Եվ մնացած ներկայացումները կլինի հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին։ Շատ նաեւ լավ է, որ մենք ունենք հայրենակիցներ, ովքեր դրսից են գալիս, եւ շունչ թատրոնը իր մեծ հարգանքը վայելում է նաեւ դրսում եւ Եվրոպայում եւ Ռուսաստանում, մեզ շատ լավ գիտեն եւ նաեւ այնտեղից ունենք հանդիսատես, որովհետեւ խոսելով մարդկանց հետ, երբ որ գալիս են հուլիս-օգոստոս ամիսներին, ասում են գալիս են ուզում ենք ներկայացում ունենք, չկան, որովհետեւ թատրոնները դե արդեն փակ են, արձակուրդի մեջ են, սա շատ լավ առաջարկ է նաեւ մեր հայրենակիցներին, ովքեր որ գալիս են, որպեսզի գան իրենց օրը նաեւ այդպես անցկացնեն։ Դե, կարծում եմ, որ հենց այդպես էլ կլինի։ Այո։ Հուսանք։ Եվ ներկայացումը բացի նրանից, որ ժամանց է ապահովում, ինչ է տալու հանդիսատեսին։ Սիրո դրսևորումներ, մի քանի սիրո դրսևորում կա ներկայացման մեջ։ Սեր, որ ինչ է լինի, մեկը կայանալու է, եւ սեր, որ ինչ է լինի, մեկը չի կայանալու։ Այսինքն սիրո անունը դնենք ռոմանտիկ կատակերգություն, ավելի շատ ռոմանտիկ քան կատակերգություն, որովհետև այստեղ սիրո մասին է առհասարակ, թե ոնց կարա սերը հաղթարի շատ բաներ ոնա 3 օր է, 3 օր ընդամենը ճանաչում է հարսին եւ ամուսնանում է։ Ինքան խառնա ներկայացումը, շատ խառնա եւ պեաձև են նստում, բեմ չկա, այսինքն հարթակ չկա, բոլորը մի հարթակի վրա են։ Եվ բեմադրիչը շատ ճիշտ կարողացել է բեմադրել այնպես, որ բոլոր կետերից երևում է եւ ճիշտ մեսիջը հասնում է տեղ, որ սիրեք իրար, ինչ է եղել։ Ձեզ ոչ Կարելի է 3 օր ճանաչել, բայց սիրել։ Այո, կարելի է 3 օր ճանաչել, բայց սիրել եւ հաշվի չառնել շատ բաներ։ Շատ բաներ հաշվի չառնել, հանդիսատեսը գա կիմանա ինչի մասին է խոսքը, բայց սիրո մասին է։ Մեր տաղավարում են Էման Հայկը, բայց դերասանական կազմի մեջ կան նաև Մարգարիտան Խաչատրյան եւ իհարկե Սամվել Օհանյան եւ Արևը։ Եվ Արևը։ Իրենց կերպարներն ինչ են, խոսենք նաև այդ կերպ։ Այո, Մարգարիտան եւ Սամվելը մեր հարսի հայրն ու մայրն են։ Ֆանտաստիկ կերպարներ են, երկու իրարից տարբեր, շատ տարբեր կերպարներ, գերպրոֆեսիոնալ, Արևը Էմայի, ձեր ընկերուհին է։ Էմայի հարսի ընկերուհին, որն ունի նաև ընկեր, անկախ ամեն ինչից։ Իմ կարծիքով բոլորը ստացված կերպարներ են եւ ամեն մեկը իր մեսիջը ունի տալու, էլի, որովհետեւ Մարգարիտան լրիվ այլ ոճի մեջ է, Սամվելը լրիվ այլ, Արևը լրիվ այլ եւ կարծում եմ Էման Մարգարիտայի եւ Սամվելի խառնորդն է, էլի։ Հեսայի կողմից մարդ չկա։ Հեսայի կողմից ընկերն է։ Մեր կողմից էլ կլինենք ես։ Հեսայի կողմից որ մարդ լիներ կամ ուսնանար ինձ հետ։ Ճանկս գցեցի որ Մարդ փրկիչ է, ասեմ այդպես։ Փրկիչ գրիշը։ Յուրաքանչյուր անհասկանալի բան իրավիճակում տենց ասում ա գրիշ ու բոլոր խնդիրները միանգամից լուծում են ստանում։
Հիշեցնենք, հա, հունիսի 25-26 պրեմիերան է ներկայացման առաջնախաղը, այնպես որ կարծում եմ տոմսերը արդեն կարելի ասել գրեթե սպառվել են, մնացել են մի քանի տոմսեր։ Դե հիանալի առիթ է, որովհետեւ մի քիչ կտրվել է սա առօրյայից, թողուբոհից, այն ամենից ինչ կատարում է աշխարհում եւ տեղափոխվել մի աշխարհ, որտեղ ծիծաղն է, ժպիտը ու պարզապես լավ ժամանց։ Այո։ Շտապեք, բաց մի թողեք, ես ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սարգոն կարմիր չորգինին։ Մենք գիտենք դա որտեղ կխմենք։ Այո, ամսի։ Ամսի 25-ին սա կհայտնվի Գրիմանոցում։ Շնորհակալ ենք ձեզ եւ ուզում եմ ձեզ նվիրել էմոցիաներ ու տրամադրություն բացիկների տեսքով, արև բացիկները, որոնք հաստատ կան ձեր կյանքում են մարդիկ, ովքեր կարժանի որպես այս բացիկները նվիրեք։ Առաջինը Էմա քեզ նվիրեմ, քեզ երկինքը հաստատ ինձ համար է հորինել, սա Սիրուշոյի երկի խոսքերն են։ Այս ոնց իմացա։ Հայկ տիեզերքը զգում են երկուսով, սա կնվիրես քեզ համար շատ կարևոր մարդու եւ սերով մենակ ես էր ինձ պակասում սիրահարվել ու մնալ արթուն։ Սա կնվիրես կնոջը համոզված եմ։ Շնորհակալ չեմ, որ այս բացիկներ ասվածը հետ եք բերել 21-րդ դար մեր օրեր, որտեղ շատ թույն է։ Շնորհակալ ենք ձեզ։ Ինչպես ասում են նիպուխը նիպիրա, եւ սպասենք արդեն ներկայացմանը։ Շնորհակալություն։ Իսկ հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։